Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության նոր եթերաշրջանը սկսված է եւ ձեզ կրկին ողջունում է Շտապ օգնություն հաղորդաշարի ստեղծագործական խումբը։ Մենք շարունակելու ենք խոսել մարդու կյանքի ամենաթանկ եւ ամենաանգնահատելի արժեքներից մեկի առողջության մասին։ Մեր եւ ձեր հարցերին պատասխանելու են Հանրապետության բարձրակարգ բժշկական կլինիկաներից, կենտրոններից բարձրակարգ մասնագետներ։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն չեն փոփոխվել։ Զանգահարեք, գրեք մեզ Շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am էլեկտրոնային հասցեով եւ 54 89 34 հեռախոսահամարով եւ ուղղեք ձեր հարցը բժշկին, քանի դեռ նա տաղավարում է։ Իսկ այսօրվա մեր թեման սեպտեմբերի 1-ին համահունչ ենք ընտրել, խոսելու ենք երեխաների առողջության մասին եւ այդ առիթով տաղավար ենք հրավիրել Մանկաբույժ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանին, բայց հարցազրույցը այս անգամ փոքր ծանոթումից անմիջապես հետո։ Մանկաբուժության պատմությունը Հայաստանում սկսվում է 1926 թվականից Պետհամալսարանի բուժական ֆակուլտետում մանկաբուժության ամբիոնի հիմնադրմամբ։ Հետագայում այն տեղափոխվում է պետական բժշկական համալսարան եւ գործունեության շուրջ 50 տարվա ընթացքում տալիս 4500-ից ավելի շրջանավարտ։ 80 տարվա ընթացքում մանկաբուժությունը մեր երկրում մեծ զարգացում է ապրում, առանձին ոլորտներում մրցունակ դառնալով տարածաշրջանային եւ նույնիսկ համաշխարհային մակարդակով։ Բժշկական համալսարանում գործող երկու ամբիոններն իրենց կլինիկաներով, մասնագիտացված եւ բազմապրոֆիլային մանկաբուժական կենտրոններն այսօր բարձր մակարդակի բժշկական եւ կազմակերպչական սպասարկում են իրականացնում, փրկելով հազարավոր երեխաների կյանքն ու երջանկացնելով նրանց ծնողներին։ Սակայն խնդիրներ բնականաբար միշտ էլ կան, որոնք են դրանցից ամենակարևորները։ Ինչ մարտահրավերների առաջ են կանգնած այսօր հայ մանկաբույժներն ու ինչպես է նրանց հաջողվում ապահովել առողջ մանկություն սուղ միջոցներով։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, Շտապ օգնության տաղավարում մանկաբույժ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանն է։ Բարև ձեզ, բժիշկ, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Նախ ձեզ շնորհավորում եմ գիտելիքի տոնի առիթով, որովհետեւ գիտեմ, որ բժշկությունը այն մասնագիտությունն է, երբ մարդիկ կրթվում են ամբողջ կյանքի ընթացքում, դուք նաեւ կրթում եք ուսանողներին։ Այս առիթը չեմ ուզում բաց թողնել հարցնելու համար, ձեր կարծիքը 2004 թվականից մանկաբուժության ֆակուլտետի բուժական ընդհանուր գործ ֆակուլտետին միանալու առիթով, ձեր կարծիքով դա տեղին էր, թե այնուամենայնիվ մանկաբուժությունը այն ոլորտն է բժշկագիտության, որ պետք է առանձին մասնագետներ տար։ Առաջին հերթին շնորհակալություն հրավերքի համար, շնորհավոր ձեր եթերաշրջանի սկիզբը, դա կարծում եմ ինչ-որ հետաքրքիր զուգադիպություն է, որ առաջի ձեր հաղորդումը սկսում է սեպտեմբերի 1-ին, շնորհավորենք մեր բալիկներին, որոնք այսօր գնացել են դպրոց կամ ոմանք գնացել են մանկապարտեզ, շնորհավոր մեր ծնողներին, շնորհավոր ինչու՞ չէ նաև մեզ որպես դասախոս եւ նաև մեր եւ իմ ուսանողներին, որտեղ նրանց համար էլ եւս սկսվել է իրենց այս տարվա առաջի դասերն են նրանք գնացել եւ կարծում եմ նաև սիմվոլիկ է, որ ձեր հաղորդաշարը սկսում է երեխաների առողջությամբ, որտեղ մարդու կենսական ցիկլը ինչևէ սկսում է երեխաների առողջությամբ։ Եվ հանդրադառնալով ձեր հարցին, իհարկե շնորհակալություն այն ուշադրության համար, որ դուք ցուցաբերեցիք իմ առարկային, մանկաբուժության առարկային, մեր առարկային, որոնք մեզ համար մեծ կարևոր նշանակություն ունի։ Նո ասեմ, իհարկե, անշուշտ, եթե վերցնենք պատմական տեսակետից, ես ինքս շրջանավարտ եմ մանկաբուժական ֆակուլտետի եւ այսօր գործող մանկական առողջության ոլորտում գործող մասնագետների, լինի թե մանկաբույժ, լինի թե մանկական վիրաբույժ, նրանց մեծամասնությունը մանկաբուժական ֆակուլտետի շրջանավարտներն են դեռ։ Բայց իհարկե կյանքը թելադրեց իր նոր օրենքները, հիմա այդ ֆակուլտետը ելնելով կրթական համակարգի որոշակի փոփոխությունների հայեցակարգից նա փոփոխվեց, ես ասեմ հետևյալը, որ ինքս չեմ կարծում, որ սա այնպեսի անլուծելի խնդիրներ է դնում մեր առջև, կարծում եմ, որ եթե մենք պատշաճ ձևով վերաբերվենք նախադիպլոմային փուլում մանկաբուժության առարկայի դասավանդմանը եւ չկրճատենք նրան ինչ-որ միկրոսկոպիկ չափերի, այլ պատշաճ ձևի դասավանդենք, օրինակ պատշաճ ձևի ժամանականակ, համապատասխան ժամանականակ, լինի կազմակերպված կլինիկական օրդինատուրա եւ ինչու՞ չէ կարող է որոշակի ձևով ձևափոխվել այդ ծրագիրը, այդ խնդիրները որոնք դրված են ուսուցական process-ի նկատմամբ, այն է պատրաստել վարժ, հա,
վարժ մանկաբույժների, այդ խնդիրը կարելի լուծել նաև այսօրվա այս գործող կարգերում։ Բայց անշուշտ կրկնեմ, որ ծրագրի որոշակի փոփոխություններ անշուշտ անհրաժեշտ են։ Անհրաժեշտ են այնուամենայնիվ։ Տարեկան բուժական գործն ավարտող, ֆակուլտետն ավարտող ուսանողներից քանի հոգի է նախընտրում մանկաբույժ դառնալ։ Շուրջ 2 տասնյակ, այդ տեղերը, պետպատվերով տեղերը ավելացել են, պետք է ասենք վերջի տարիների ընթացքում ավելացել են եւ դրա շնորհիվ իդեպ ասեմ, որ մեր շրջանավարտներից ոմանք գնացին, նույնիսկ գնացին Վարդենից, ոմանք գնացին Դրազդան, ոմանք գնացին Գյումրի, այն է որ այս կամ այսչանի սելը տեղից շարժվեց, պետք է ընդունենք, բայց դեռ անելիքները շատ կան եւ այստեղ կրկնեմ կրթության որակը եւ արդյոք այդ մեր ապագա շրջանավարտները կցանկանան գնալ մանկաբուժություն, դա գալիս է ծրագրից նախադիպլոմային։ Այդտեղ նախադիպլոմային ծրագրով իհարկե ինչքան է աշխատեմ ինքս բժշկական համալսարանում, անշուշտ պետք է նշեմ, որ այդ ծրագիրը ունի միտում կրճատվելու եւ այդտեղ մենք խնդիր ունենք։ Եվ եթե խոսում եք մարտահրավերների մասին, թիվ առաջի մարտահրավերը մենք սկսեցինք խոսակցությունը, այո, կրթությունից պետք է սկսենք եւ սկսած նախադիպլոմային կրթությունից։ Մարտահրավերներին անդրադառնալով ես որքան տեղյակ եմ դուք 91 թվականից հենց մեր անկախացման հանրապետության առաջին տարուց, հա, այդ բնագավառում եք արդեն որպես գործող մանկաբույժ եւ հիմա երբ այսքան տարիներ են անցել, ինչ փոփոխություններ եք տեսնում եւ մարտահրավերների տեսանկյունից եւ ընդհանրապես թե դեպի ուր է գնում Հայաստանի մանկաբուժությունը այսօր։ Սեպտեմբերի 21-ին լրանում է մեր հանրապետության 24-րդ ծնունդը։ Հա, 24-ն էլ ինքը մի քիչ սիմվոլիկ թիվ է, ճիշտ է, 2 տարի։ Այո, 2-12, արդեն երիտասարդությունից դուրս է գալիս կամաց դեպի հասունություն եւ զգացողություն է այդտեղ անշուշտ աշխատանքային ստաժը սկսվել է անկախությունից։ Ասեմ, որ այն մարտահրավերները կարելի է բաժանել մի երկու փուլի։ Առաջի փուլը դա անշուշտ 90-ական թվականներն են, երբ որ նույնիսկ եղավ մանկական մահացության աճի միտում, հա, 90-ականների կեսերին ելնելով այն օբյեկտիվ պատճառներից, որոնք կային հանրապետությունում, բայց նույն ժամանակ պետք է ասեմ, որ 90-ականների միջին, հա, 90-ականները, 93-4-5 թվականները դարձան շատ կարևոր մանկաբուժական տեսության եւ պրակտիկայի զարգացման առումով, որ այն ժամանակ առողջապահության նախարարությունը, որ շատ դժվարին իրավիճակում էր գործում։ Եթե մենք նայում ենք այն ժամանակվա լինի թե միջոցները, լինի թե պայմանները, լինի թե բուժ հիմնարկների պայմանները, յուրաքանչյուր բժշկի պայմանները անկերապես շատ դժվար են։ Բայց պետք է ասեմ, որ ինչևէ դեպքերի մեծ մասով թե բժիշկները, թե առողջապահության կազմակերպիչները շատ կարծում են, որ հպարտությամբ կարում ասեմ, որ այդ ֆունկցիան կատարեց բժշկական համակարգը Հայաստանում 90-ական թվականներին եւ դուրս եկավ այդ դժվար իրավիճակից, բայց դուրս եկավ նույնպես նորովի գաղափարներով, նոր հասկացություններով, նոր ծրագրերով, որոնք դարձան այսօրվա այնտեղ, որտեղ մենք ունենք հաջողություն, պետք է ասեմ, որ այդ ամեն ինչի հիմքը դվեց 90-ականների կեսերին։ Եվ նույն ձեր նշած մանկական մահացությունը հիմա արդեն իջել է մակարդակը։ Անշուշտ ավելի իջ է, եթե չէ, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականների, եթե վերցնենք անկախության տարիները, նա իջել է 68%-ով։ Դա միջին տարածաշրջանայինից, որը 63% ավելի շատ է, իսկ մենք ինչքան դժվարին պայմաններում են գործում, ել չասած չնշած ձեր ասած սուղ միջոցները, քանի որ մենք ունենք արշուն շատ ավելի քիչ ֆինանսավորում, մենք ունենք երկու անգամ քիչ քան Վրաստանում, երկու անգամ քիչ քան Ադրբեջանում արշուն ֆինանսավորման բոլոր աղբյուրներից, բայց առնվազն մեր առողջապահական ցուցանիշները շատ տեղերում նույնիսկ ավելի լավն են։ Հայտնի մանկաբույժ Ռոշալը Հայաստանում մի քանի անգամ տարբեր առիթներով նշեց, որ իր զարմանքը Հայաստանի բժշկության եւ հատկապես մանկաբուժության վերաբերյալ այն է, որ նման սուղ միջոցներով կարող են հայ բժիշկները նման որակ ապահովել եւ նրա նման մասնագետի գնահատականը իհարկե շատ մեծ գնահատական է։ Ձեր կարծիքով որքան դեռ պետք է ավելանան այդ միջոցները, որպեսզի մենք կարողանանք մրցունակ լինել նաեւ այն երկրների հետ բժշկական, մանկաբուժական տեսակետից, ում հետ այսօր չենք կարողանում դեռևս մրցել։ Նայեք, Նակացուն իշեցիք Լեոնիդ Միխայելովիչին, որ այդ նույնպես առիթներ ունեցել եմ հանձամբ շփվելու, եւ այստեղ դա պատահական չէ, այդ գնահատականը, որը նույնիսկ ոչ միայն ինքը, այլ նաեւ ժամանակին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իր մեծ
զարմանքը հայտնեց, որ անկախ այս պայմաններից Հայաստանում տեղներում մանկական մահացության իջեցում։ Ես վկա եմ այդ լինելով այն ժամանակ ծրագրի ղեկավար առողջապահության նախարարության, ես վկա եմ այդ խոսակցությունների, որոնք ունեցել են եւ դա կրկնենք եղել է շնորհիվ բժիշկների եւ առողջապահության կազմակերպիչների աշխատանքի, ինչպես նաեւ մեր ծնողների վերաբերմունքի, որոնք բոլոր դժվար պայմաններում աշխատում են ամենալավը տալ իրենց երեխաներին։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, դեռ որքան եւ ինչքան է պետք, դա շատ կարևոր հարց է։ Ինչևէ մենք պետք է ընդունենք, որ մեր հաջողությունները մի քանի հետ գնանք, որ շատ առումներով նրանք հիմնված են դեռ խորհրդային բժշկության հաջողություններից, որտեղ մենք ժառանգել ենք համակարգ, որ այլ երկրներում դեռ չի եղել եւ մենք ունեցել ենք լավ թե վատ, շատ դեպքերում լավ եւ շատ դեպքերում նույնիսկ առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից շատ բարձր գնահատված համակարգ։ Այդ համակարգի վրա եւ այդ աշխատանքի հիման վրա, բայց ռեսուրսները անսպառ են։ Հետագա զարգացումների այն խնդիրները, որոնք այսօր դնում է բժշկագիտությունը, ոչ միայն բժշկագիտությունը, այլ կյանքը դնում է դեպ արժև նոր խնդիրներ։ Այդ խնդիրների լուծումը, հետագա շարժումը, հետագա շարժը, ցանկանանք կամ չցանկանանք, դա պահանջելու է ռեսուրսներ։ Դա եթե մենք ցանկանում ենք ունենալ առողջություն, ունենանք առողջ բալիկներ, մենք պետքա դնենք որոշակի ռեսուրսներ, բայց այդ ռեսուրսները բոլորը շատ մեծ մասը նրանք նայն չէ որ ռեսուրսների կորուստ են, նրանք հետ են գալիս։ Վառօրինակ բերեմ, Հայաստանում 2005 թվականին, 6 թվականին պրոֆեսոր Բաբլոյանի անձնական նախաձեռնությամբ, պետք է ճիշտ ասենք, սկսվեց նեոնատալ սկրինինգի ծրագիրը։ Եվ այսօր, եթե մենք ունենք 100 երեխա, որը փրկվել է, եւ ֆենիլկետոնուրիա, առաջինը հիպոցիրոզն էր։ Եթե խոսենք միայն հիպոթիրոզի մասին, այսօր շուտով կլինի 100-րդ երեխան, որը փրկվեց հաշմանդամությունից։ Եվ պատկերացնում եք այդ 100 ընտանիքի ուրախություն, որը պետք է ներտխրություն եւ ցմահ հաշմանդամություն, դա առաջինը, ամենակարևորը։ Երկրորդը, ինչքան ծանրաբերված պետք է լիներ բժշկական համակարգը, որը պետք է աշխատեր 100 հաշմանդամ երեխայի հետ, եւ երրորդը, կներեք մեր երկիրը 100 երեխայի պետք է տար սոցիալական որոշակի օժանդակություն, լինի թե ամենամինիմալը, բայց եթե նույնիսկ սա հաշվարկում ես, աշխարհում կան հաշվարկներ, որ այստեղ այս ոլորտում դրված մեկ գումարը, մեկ միավոր գումարը բերում է մոտավորապես 5-ից, դա այնպես միջին մեր նման երկրների մակարդակով, նույնիսկ քանի որ օրինակ համար Ամերիկան դա մի քիչ ավելի զարգացած երկիր եւ սոցիալական փաթեթները ավելի ծանր են, Ամերիկայում գնահատված է 1.76-ի վրա։ Պատկերացնում եք, դուք դրում եք $1 եւ 76 տամ։ Եթե 76-ը չէ, քանի որ մեր սոցիալական ինչան, որտեղ մեր փաթեթները սոցիալական ինչպես շատ մինիմալ են, այնտեղ շատն է։ Լավ, մեր մինիմալը վերցնենք 1-ից 5-ը, համապատասխանաբար անդրադառնանք ձեր հարցին։ Մեզ հետագա զարգացման համար անշուշտ պետք են նոր ռեսուրսներ։ Դա անսպառ չէ այն ռեզերվները, անսպառ չէ ռեզերվային զարգացումը։ Բժիշկ, մանկաբուժության մասին գնահատական տալու համար երևի թե արժե, որ առանձին ասպեկտների անդրադառնանք։ Դուք նշեցիք մանկական մահացության մասին, որ այսօր բարեբախտաբար եւ ի շնորհիվ մանկաբույժների ջանքերի նորից հետ են գնացել միտումը, հետ է գնացել։ Եթե անդրադառնալու լինենք նորածինների առողջությանը, ինչ կա այս ոլորտում ձեր գնահատմամբ։ Այք նորածինների առողջությունը դա մանկամահացության իջեցման ամենակարևոր ռեզերվներից մեկն է։ Եվ այստեղ մենք ունենք անշուշտ հաջողություններ նորածինային առողջության մեջ։ Այստեղ երկե ցածր քաշով երեխաների կենսունակությունն է էապես բարձրացել մեզանում եւ այնչեւե մանկական մահացության այս իջեցումը անհնար կներ այդ առաջխաղացմանը, որ մենք ունենք այս ոլորտում եւս ներմուծում են նոր եղանակներ, օրինակ համաշնչառական հիվանդությունների առումով եւ տեղ կա անպայման պետք է նշենք նաև այն համակարգը, որը ստեղծվել է, որը երեխաներին տեղափոխել Երևան շատ խնդիրներով երեխաներ, որով օգտվում են տասնյակ, հարյուրավոր երեխաներ, դա էլ է շատ կարևոր այս ոլորտում։ Այստեղ հետագա նվիրված է անշուշտ դա հետագա ծննդատների հզորացմանը, որը այսօր տեղի ունենում, եւ անձնակազմի լրացմանը։ Այստեղ ցավոտ հարցերից մեկը դա անշուշտ անձնակազմն է, որ որոշ տեղերում մասնագետների, նեոնատոլոգների պակասն է էապես
զգացվում եւ սա անդրադառնում է բուժօգնության որակի։ Այստեղ բուժօգնության որակի բարձրացումը նեոնատալ ոլորտում դա հանդիսանում է Հայաստանում մանկամահացության հետագա իջեցման շատ կարևոր ռեզերվ եւ այդ ռեզերվով այդ ուղղությամբ անշուշտ պետք է գնալ։ Դա կպահանջի որոշակի ռեսուրսներ, կպահանջի որոշակի համապատասխան ինվեստիցիաներ, բայց եթե մենք ցանկանում ենք շարժվել առաջ այդ մանկամահացության իջեցման առ դա եւս անխուսափելի է։ Նաեւ մասնավոր ներդրումների եւ բարեգործությունների հաշվին ես հիշում եմ, որ երևի թե ուղիղ 1 տարի առաջ բացվեց նորածնային կուրության կանխարգելման կենտրոնը, որ նորից նեոնատալ մանկաբուժության հետ սկրինինգներն են ծրագրի մեջ են, կարևոր է այդ նաեւ այդ վաղ հասակի երեխաների ցածր հասակությունված երեխաների հետագա զարգացման մոնիտորինգը, որը եւս դա հատուկ ծրագիր է։ Նո այստեղ անշուշտ կա։ Իսկ եթե սնուցման մասին խոսենք, երեխաների սնուցման, հիմա շատ արդեն ինձ թվում է բոլոր մայրիկները անգիր գիտեն, որ առաջին 1 տարին անպայման պետք է կրծքով կերակրեն երեխային, որպեսզի նրանց առողջության համար հետագա ռեզերվը հավաքվի հետագա առողջության, բայց արդյոք այս դեպքում պետք է բոլորովին անտեսվի այլ տիպի սննդամթերքի օգտագործումը։ Մենք նման հարցեր հաճախ ենք ստանում, ճիշտ ասած, երիտասարդ մայրիկներից, առիթը բաց չթողնենք եւ թող նրանք անպայման հենց ձեր մանկաբուժի խորհուրդը լսեն։ Կյանքի առաջի ամիսներին, առաջի օրվանից եւ այդ երեխան պետք է ստանա կրծքով, կերակրվի կրծքով։ Դա ինչ որ աքսիոմա ասենք, դոգմա ասենք, դա շատ ամենակարևոր էլեմենտն է։ Դա չքննարկող բան է։ Կյանքի երեխան առաջի օրից, եթե նա մայր ի վիճակի է կերակրել եւ չկան այդ շատ սուխ հակացումներ, երեխան պետք է ստանա կրծքով սնուցում։ Ստեղ մի խնդիր կա եւ ծննդատների հետ կապված, որ ինչեւէ որոշ սիտուացիաներում սա այնքան է տենց չէ։ Եվ դե կա եւս աշխատանք, որ մենք ելնելով այս մեր պրակտիկայից եւ երեխաների հետ, որ մենք շփում ենք, գիտենք, որ այստեղ կա եւս տեղեր, որ պետք է բարելավել եւ ինչ որ սիտուացիաներում բուժանձնակազմը գերադասում է տալ որոշակի խառնուրդներ։ Դուք նկատի ունեք այն, որ եթե բաց տեքստով ասենք առաջարկում են բժիշկները արհեստական որոշ եզակի դեպքեր դա հայտնի է, դա պետք է անշուշտ վերանա, դրա մասին խոսք չկա։ Եվ օրենքով դա արդեն ամրագրվեց, եթե բարոյական օրենքով լինի, թե չգիտեմ, քրեական օրենքով որևէ դա չպետք է լինի այնտեղ։ Երկրորդը, եթե երեխան աճը լինում է շատ լավ է, փառք Աստծո, բայց եթե երեխան Աստված ոչ անի աճը այնպեսին չէ եւ կրծքի կաթի խնդիր կան, երեխան պետք է կերակրվի կաթնախառնուրդով, այլ ոչ թե կովի կաթով։ Կովի կաթը հանդիսանում է բազմաթիվ խնդիրների աղբյուր, զուտ մաքուր կովի կաթը։ Մենք եւս դուրս զգա թե դուներ չգա մեր բնակչության, մասնավորապես գյուղերում բնակվող բնակչության շրջանում դա այտենց է ոչ բոլորն են։ Ես մի շրջագայությունների, քանի որ աշխատանքային առումով լինի թե բժշկական, թե դասախոսական եղել եմ Հայաստանի բացառված գրեթե բոլոր շրջաններում, միտեղ սևանում էր ծնողը ասեց, իսկ ինչ է ես չեմ հասկանում, որ ավելի ճիշտ է կաթս կծախեմ իմ կովի, դրանով գումար կառնեմ, երեխայիս խառնուրդը կառնեմ։ Իհարկե մենք չենք կոչ անում տալ խառնուրդներ, բայց այն իրավիճակներում, երբ որ կա կարիք գերադասելի ադապտված կաթնախառնուրդը, քան թե կովի կաթ։ Ինչու է գերադասելի։ Կովի կաթը այդքան դժվարամարս է։ Դրա համար է կոչվում է ադապտացված, որ նա ադապտացված է երեխայի պահանջներին, իր մեջ պարունակում է վիտամիններ, ինչ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք երեխային անհրաժեշտ են այն պայմաններում, երբ որ չկա կրծքի կաթ։ Իհարկե կրծքի կաթը լավն է։ Կրծքի կաթը կովի կաթ ադապտացվածից բոլորից լավն է, չկա, բայց ադապտացվածը հաջորդն է ըստ իր արժեքի։ Հաջորդ կետը տատիկները միշտ մեկնաբանում են այդ մասը այսպես, որ մեր ժամանակ որ չկային այդ արհեստական կաթնախառնուրդները եւ կովի կաթով էին կերակրում երեխաներին, շատ առողջ երեխաներ են մեծացել։ Իրանց ժամանակ մանկական մահացությունը կազմում էր 50, հիմա կազմում է 10։ Պատասխանը այնտեղ է։ Պատասխանը կարճ է եւ կոնկրետ։ Պատասխանը տենց է։ Իսկ մյուս տեսակի սնունդը, դրանից հետո գալիս է իր ամիսներ առաջի ամիսներ անցան, այնուհետ գալիս է այն հավելասննդի պահը եւ այստեղ կան խնդիրներ, որը ես որպես մանկաբույժ տեսնում եմ, այն է, որ ինչևէ շատ դեպքերում միակողմանի է եւ երեխան մի տարեկան, 1.5 տարեկան երեխան դա պետք է ստանա արդեն գրեթե բոլոր կերակրի տեսակները, որը ստանում է մեծահասակը։ 1.5 տարեկան։ Այո, 1.5 տարեկանում, իհարկե բացի ինչ որ տերմինալ։ Քանի ամսականից պետք է։ Սկսած, եթե աճը ամեն ինչ բարեհաջող է 6-ից, եթե աճը այնքան ճիշտ չէ 4-ից, անպատասխանաբար 4-6 է։ Նո ընդհանուր իհարկե ցանկալին ամենացանկալին 6 է, եթե չէ 4-6-ն է։ Այնուհետ եթե երեխան մեծանում է եւ իր կերակրի տեսակներին պետք է եւս հետեւել նույնիսկ 1 տարեկանից հետո։ Ինչ է մեր խնդիրները շատը, որ եւս կա միակողմանի սննդատեսակներ, երբ որ ուսումնասիրում ես ծնողների հետ հարցնում ես, կա միակողմանի սնունդ։
Մի նոր խնդիր կա, որը կհնչեցնեմ, դա բլենդերային սնունդն է, որը կա մեզանում, հատկապես այն ընտանիքներում, որոնք սիրում են նեղություն չեն տալիս երեխային ծամելու համար, ասում կրուտոյ տենց տարբեր բաներ օգտագործելու, այդ եւս խնդրեմ է, որտեղ երեխաները հետ են վարժում ծամելը շատ կարեւոր է եւ եւս տեղս փոխանցումը հետագայում դեպի ավելի պինդ կերակրատեսակներն ավելի դժվարանում է։ Հասկանալի։ Հաջորդը որ գալիս է մի քիչ մեծ երեխան մեծանում է, դառնում է արդեն մանկապարտեզի երեխա, այդտեղ սկսում է մի մեծ խնդրեմ, որը արդեն կարելի է անվանել, ես կանվանեմ վաղ մանկական հասակի fast food, դա այն տարբեր տեսակի սննդատեսակներն են, որոնք շատ հասու են, շատ խանութներում հենց ամենացածր տեղերը դրած են, բայց որոնք շատ առումներով փոփոխում են երեխայի ախորժակի զգացմունքները, որն է լավ, որն է վատ։ Պարզ է, որ նրա մեջ դրված է որոշակի նյութեր, որոնք նրանց ավելի գրավիչ են դարձնում, բայց սննդատեսակի տեսակետից նա փոխարինում է լիարժեք կալորիաներով, լիարժեք սննդատեսակներով սնունդը։ Եվ համապատասխանաբար երեխաները չզարմանան, կան երեխաներ, ես կյանքումս տեսել էի երեխա, որը ամբողջ օրը սնվում էր միայն յամ դոնաց կամ ինչ-որ մի դոնացով, չեմ հիշում, որ ամբողջ օրվա մեջ խոսքը գնում է շաբաթների ամիսների մասին, դա այտենց տերմինալ դեպքեր են, բայց որը ցանկալի է խուսափել։ Մի քիչ մեծ է դառնում է երեխան, արդեն դառնում է երեխա կամ դեռս, այնտեղ սկսում արդեն այդ արագ fast food-ի, այդ արդեն fast food-ի երևույթները։ Կարծում եմ սնուցման թեման այն թեման է, որին պետք է առանձին մեծ հաղորդում նվիրենք մասնագետի հետ կամ եւ հենց ձեզ հետ բժիշկ։ Ես առանձնացրել եմ նաեւ ինֆեկցիոն հիվանդություններն ու պատվաստումները, որոնց մասին բազմիցս նշվեց, որ Հայաստանի պատվաստումների ծրագիրը նույնպես առաջնակարգ տեղ է զբաղեցնում տարածաշրջանում։ Շատ ճիշտ է։ Ես կյանքի առումով որպես մանկաբույժ անցած տարի շփվեցի Վրաստանի մի ընտանիքի, վրացի ընտանիք էր, որտեղ մայրը 90-ականների սկզբին գնացել էր այս հակապատվաստումային քարոզչության զոհ չէր պատվաստվել կարմրուկի դեմ, երեխան չէր պատվաստվել կարմրուկի դեմ եւ երեխան 3 ամսականում ուներ կարմրակային թոքաբոր, որը թոքաբորբերի ամենածանր ձևն է։ Այդ երեխան ուղղակիորեն հրաշքով է փրկվել մահից, ելնելով նրանց պայմաններից, որ իր ժամանակին չէր պատվաստվել մայրը, նույնիսկ այդ ցիկլը խառնվել էր ամբողջ եւ խառնված էր։ Եվ եթե վերցնենք մեր այսօրվա առօրյան, դա թվերը շատ ճիշտ են եւ ունենալով մոտերմիկ հարաբերություններ վրացի գոլեգաներիդ կարող եմ ասել, որ այդտեղ եւս խնդիր է, իսկ մեզանում դա թվերը մոտ 100 անգամ, պայմանական ասեմ 100 անգամներ, դա քիչ է, նույնիսկ Վրաստանում կամ Թուրքիայում, որտեղ Թուրքիայում շատ մեծ դեպքեր կան։ Եվ պատվաստման թեման չի քննարկում, պատվաստման թեման ուղղակի իրականացում է, եթե չկան բժշկական հակացություններ։ Ես որպես անկեղծ եմ ասում, եթե ինձ գալիս են պացիենտները հարցնում են ծնողները, եթե չկան բժշկական հակացություններ, պետք է պատվաստվի։ Ինչպես պատվաստվել են իմ բոլոր 3 երեխաները։ Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդություններին, միանգամից քանի որ այս օրերի շատ եռուն թեման է, մենք ասենք, որ առաջինն է, որ դա միշտ էլ եղել է արդիական խնդիր։ Իմ աշխատանքային առաջի անկախ օրից մեկը ես անցկացրել եմ դիզենտերիայի բռնկման պայմաններում եւ այդ օրը ընդունել եմ մոտավորապես մի 10 հիվանդներ, որոնցից 8-9 հաստատ դիզենտերիա են հիվանդ։ Այդ օրը շատ լավ հիշում եմ, օրն էլ եմ հիշում, որ թիվը եղել է։ Անպատասխանաբար դա միշտ սեպտեմբերն էր, օգոստոսն էր։ Անպատասխանաբար դա շատ կարևոր թեմա է, որը կա, բայց նաև մի բան կա ինֆեկցիոն հիվանդությունները, որ պետք է իմանան, որ ինֆեկցիոն հիվանդությունները շատ առումներով փոփոխում են իրենց դեմքը։ Փոփոխվում է պատճառային գործոնների կառուցվածքը եւ դա շատ հետաքրքիր ֆենոմեն է եւ երբ որ ասում եք նոր ինչ որ մարտահրավերներ, այնուամենայնիվ ինֆեկցիոն հիվանդությունները այս նոր պայմաններում դա կառավարելը, դա մարտահրավեր է։ Իհարկե շատ մեծ առումներով կարողանում է համակարգը հաղթահարել եւ էպիծառայությունն այս կամաշճանի լավ աշխատում եւ դա լուծվում է, բայց ընդհանուր առմամբ նրա համար որ այլ բարելավի հետագա վարումը այդ հիվանդների դա եւս մի ոլորտ է, որտեղ ունենք աշխատելու տեղ եւ որոնց պահանջում է ռեսուրսներ։ Ռեսուրսները ամենտեղ պետք են։ Մենք հենց նոր ստացանք այսպիսի մի հարց էլեկտրոնային հեղինակը գրում է, ես փոքրիկ ունեմ 4 ամսական, բժիշկը նշեց, որ կան հնարավոր է լինեն բժշկական հակացուցումներ պատվաստումների համար, խնդրում եմ ասեք, որոնք են այդ հակացուցումները եւ արդյոք ճիշտ են իմ լսած այն դեպքերը, որ երեխաները հաշմանդամության խնդրի առջև են կանգնել պատվաստումներից հետո հնարավոր է նման բան եւ որ պատվաստումներին է դա վերաբերում։ Պատվաստումների հաշմանդամության պատճառ իրանք
հաշմանդամության պատճառ, ուղղակիորեն պատճառ, առանց որևէ ստորադաս պատճառի դա անհնար է։ Դա կարող է լինել մի գործընթաց, որը զարգացել է այդ ժամանակային առումով այդ ժամանակ եւ ինքը պատվաստումները իրանք անդրադարձել են զուգադիպել են այդ դրա հետ։ Դրա ամենավառ օրինակը աուտիզմն է, երբ որ աուտիզմը երկարատև քննարկվել է, որ ինչ որ պատվաստումների կապ աուտիզմի հետ եւ բազմիցս բազմա տեսակ հետազոտություններով դա ժխտվել է։ Դրա մասին ներկայումս եղել է նույնիսկ Ամերիկայի գերագույն դատարանի որոշումը, որը տարբեր կողմերին լսելով որոշել է այս եւս նույնիսկ իրավաբանական ասպեկտով չհամարել պատճառը հետևանքային կապ։ Սա ձեզ օրինակն է եւ ենթատեքստը ես ենթադրում եմ ենթադրում, իսկ հակացությունները դա երեխաների կամ շատ ծանր հիվանդություններ են, որոնք կան, որ այդ երեխաների խումբը սահմանափակ է, որ 4 ամսականում կարող է ունենալ այդ ծանր հիվանդությունը, դա որոշակի ինչ որ չգիտեմ, դա նույնիսկ բաց ձևերը մայրերի մոտ ես որ ուսանող էի, դա խոսքը գնում էր բաց ձևերը տուբերկուլոզի եւ այլ, որոնք պատճառները շատ սակավաթիվ են։ Կա անաֆիլակտիկ ռեակցիաների նախորդ դա պետք է հենց բժիշկը ինքը գրի, որ քննարկվում է, պետք է այդ բժշկով քննարկում է հանձնաժողով, քննարկում է որոշ սիտուացիաներով մասնագետներով։ Բայց այնուամենայնիվ ընտրությունը ծնողի կամքով է կատարվում, Ընտրությունը ծնողի կամքով է եւ նույնիսկ ավելին հենց շատ ավելի խիստ իրավաբանական համակարգերով երկրներում դա չի հանդիսանում ինչ որ լրիվ պարտադիր դա չի հանդիսանում նույնիսկ շատ զարգացած երկրներում եւս 1-2 քանի տոկոսը նրանք ընտրում են չպատվաստելը բայց ինչևէ մենք դա զուտ հոգեբանական տիրույթում է գտնվում խնդիրը դեպքերի մեծ մասում եւ այդտեղ կարծում եմ որ բացարձակ մեծամասնությունը երեխաների տեղ խնդիր չունեն Դուք նշեցիք աուտիզմի մասին, երեխաների զարգացման գնահատականը հայտնի է, որ հիմա շատ տարածված մի մեթոդ է որոշելու համար, թե համապատասխանում է փոքրիկը իր տարիքային զարգացման առանձնահատկություններով առանձնահատկություններին, թե ոչ, այդ մասը նույնպես կարելի է համարել մանկաբուժության գնահատականի ասպեկտներից մեկը, թե դա արդեն դեպի սոցիալական, կրթական ոլորտ է տանում։ Ամենակարևոր ոլորտներից մեկն է։ Նայեք, ինչն է խնդիրը։ Դուք ասում եք նոր մարտահրավերներ։ Այդ զարգացման խնդիրը հենց մանկաբուժության, երեխաների առողջության եւ բժշկության նոր մարտահրավերներից մեկն է։ Քանի որ ինչի է դա, պետք է հասկանան մեր ունկնդիրները։ Օրինակի համար, բարելավել է, իջել է մանկական մահացությունը։ Փառք Աստծո իջել է, բայց այն երեխաները, որ շատ դեպքերում ունենալով ծանր հիվանդություն, նրանք չեն մահանում եւ ունենալով օրինակի համար ցածր քաշ երեխան, նա Փառք Աստծո, նա կենթանի է մնում, բայց այդ երեխան ռիսկային տիրույթում է գտնվում դրա մոտ զարգացման խնդիրների առումով եւ ինչքան լավ աշխատում են բժիշկները իջեցնելով մանկական մահացությունը, այնքան դրան զուգահեռաբար կարող է այդ ռիսկը ավելանալ զարգացման խնդիրների։ Բացի դրանից երեխաները սկսած նույնիսկ նախածննդյան փուլում արդեն գտնվում են մեր ժամանակից աշխարհի տարբեր ազդեցությունների հետևանքով։ Եվ դա շատ հետաքրքիր ֆենոմեններ կան։ Երեխաները նույնիսկ գտնվելով դեռ մոր օրգանիզմում, նրանք կարող են անդրադարձ տալ ձայնին, լույսին, պտուղները եւ այդ ամբողջ այդ ֆենոմենները նույնիսկ կան որոշակի արդեն վիդեոնյութեր, որ պատկերում են դա եւ մեծ տեսություններ կան դրա մասին։ Եվ դա ամեն ինչ անդրադառնում է երեխայի զարգացման խանգարումների ռիսկի վրա։ Այնուհետև գնում է երեխան 1 տարեկան երեխան, կես տարեկան երեխան արդեն գտնվում է մեդիաների ազդեցության տակ, 1-2-ը էլ առավել եւս, 3-ը առավել եւս, համապատասխանաբար ֆիզիկական եւ հոգեկան առողջության խանգարումների հավանականությունը ներկայումս ավելացել է։ Դրա համար այդ խանգարումների կանխելու տեսակետից պետք է լինի օրինակ համար նեոնատալ սկրինինգը, օրինակ եմ ասում, B երեխան պետք է հսկվի նախածննդյան փուլում եւ արդեն դրանից հետո լինի այսպես կոչված մշտադիկարկումը կամ մոնիտորինգը։ Տարբեր տարիքային խնդիրներով։ Եվ ստեղ մենք իրապես ունենք եւս հպարտանալու բաներ, այն հաստատությունը, որ ես աշխատում եմ, դա Արաքելի բժշկական համալիրն է, որին կից է հենց ինստիտուտը, դա պետք է ճշտենք։ Ինքը մենք ներկայումս կարողացել ենք ստեղծել 7 մարզային մասնաճյուղեր, որոնք ամեն օր ընդունում են հարյուրավոր երեխաներ, զբաղված են նրանց գնահատումով եւ վերականգնումով։ Եվ եթե խոսում եք, ասենք, մարտավերերի համար, մի անգամից կարող ենք հնչեցնել, որ ցավոք սրտի դա ոչ բոլոր տեղերն է, ցավոք սրտի ոչ բոլոր մարզերում է։ Եվ ես այսօր ունեցել եմ 7 մարզերում նշեցիք։ Այո, այսօր Որ մարզերում են։ Դա տեղակայված են կենտրոնները Տավուշի, Լոռի, Շիրակ, Արմավիր,
Արմավիր, Գեղարքունիք եւ Մարս։ Եվ Մայրաքաղաք։ Այնց այսօր իմ մոտ երեխա էր, որը եւ Մայրաքաղաք երկե։ Եվ այսօր իմ մոտ այսօր երեխա էր, որը Սիսյանից էր։ Եվ ցավոք սրտի ես պատասխան չունեի, թե երեխան ինչ պետք է ասեմ, եւ ուղղակիորեն խորհրդվեցինք, որ նրանք որոշ առումով մնան Երևանում եւ այդ ծառայությունները նրանք ստանան։ Նո, այսօր եւս մարտահրավերներ, եւս ռեսուրսներ։ Մենք մի երիտասարդ մայրիկից այս պահին կրկին հարց ունենք, դա հենց զարգացմանն է վերաբերում, ասում է, եթե որևէ խնդիր չենք նկատում երեխայի մոտ, պարտադիր է, որ նրան տանենք այդ համապատասխան կենտրոնները, մեր հարևանուհին իր երեխային տարավ հատուկ հանձնաժողով, որտեղ գնահատեցին դպրոց գնալուց առաջ, իսկ իմ փոքրիկին ոչինչ չի ասվել այդ մասին, եթե խնդիր չեմ նկատում, պարտադիր չէ։ Խոսքը գնում է բժշկական մանկավարժական սոցիալական այդ հանձնաժողովները, որոնք գործում են կրթության նախարարության ոլորտում, որոնց նպատակն է գնահատել երեխաների պատրաստվածությունը դպրոցին, անշուշտ դեռ կա համապատասխան ուղեգրման կարգ, այդ ուղեգրման կարգը սկսում է դեռ պոլիկլինիկայից այն դեպքերը, երբ որ լրացվում է այդ ձևերը, որոնք նախապատրաստական են երեխան, եթե երեխան աճել է, ինքը պետք է անցնի սովորական ցանկալի է, որ անցնի, տարեկան երեխան գնում է դպրոց, ցանկալի անցնի, որ այդ մինիմալ բժշկական զննումները, որոնք կատարում են, այդ հետագա որոշում հանձնաժողովի կամ ավելի խոր ուսումնասիրության որոշում են արդեն տեղում համապատասխան ուղեցույցներին համապատասխան։ Բժիշկ, մենք կարծես ըստ տարիքի հասանք դպրոցահասակների եւ դեռահասների առողջությանը։ Ես գիտեմ, որ 2005 թվականից դուք ղեկավարում եք եվրոպական ծրագիրը Հայաստանում, որը հետազոտություն է իրականացնում հենց դպրոցահասակ երեխաների առողջության շրջանում։ Ինչ իրավիճակ է ձեր այդ հետազոտությունները, ինչ են ցույց տալիս մեր դպրոցահասակները առույգ եւ առողջ են իրենց տարեկիցների համեմատ աշխարհում այլ երկրներում բնակվող։ Շնորհակալություն ես հարցը եւս արծարծելու համար, երկես հարցը, որը կպահանջի հատուկ խոսակցություն, կարծում եմ, բայց եւ ասեմ ձեզ, որ մոտակա ժամանակները կլինի 2014 թվականի հետազոտության արդյունքները, այդ ժամանակներն արդեն համարյա գնում է դեպի վերլուծություն, ամեն տարի դուք ներկայացնում եք 4 տարի մեկ 44 երկրի հետ միասին, 44 երկրի միասին։ Եվ այս հետազոտությունը անշուշտ եւս բարձրացնում է երեխաների շրջանում, դպրոցահասակների, դեռահասների ֆիզիկական առողջության խնդիրները, գանգատների արկայությունը, որոնք այդ գանգատների շատ դեպքերում լուծում չեն ստանում, որը մենք իրապես պարզել ենք, որ երեխաների 8%-ը հիվանդ են խրոնիկ հիվանդություններով, ունեն որևէ խրոնիկ վիճակ առողջապահ 8%-ը 8%-ը դա համարժեք է միջազգային միջիններին կվերաբերվի բոլոր օրգաններին դա այնքան շատ բարձր է այնուհետ այդ խնդիրներից մի կարևոր խնդիր է որ առանձին ասացինք բայց դա էլ առանձին դա սննդի սննդատեսակների խնդիրն է դա ինչու՞ չէ մենք համարվում ենք լավ սնվող մեր երեխաները թե մեր երեխաները փառքաստու ուտում են ավելի շատ միրգ եւ բանջարեղեն համատենք մեր տարածաշրջանի շատ այլ երկրների հետ, բայց ուտում են շատ վատ եւ անշատ ընկանում։ Հետևելով մեծահասակ ծնողների իրենց օրինակին։ Այո, ուրեմն ընդունում են այդ տանը ընդունված ադատները եւ համապատասխանաբար սնվում են ոչ շատ դեպքին ոչ կանոնավոր, որը շատ կարևոր խնդիր է։ Իսկ որ խնդիրներն են ամենաշատը անհանգստացնում։ Ամենաշատը դա ֆիզիկական ակտիվության պակասն է, որ մենք եթե վերցնենք ցուցանիշները Հայաստանի այսպես կոչված ոչ ինֆեկցիոն հիվանդությունների, որոնք հայտնի է եւ վերջերս հենց նախարարը նշեց որպես ամենաարդիականը մեզ համար մեծահասակների շրջանում, այդ խնդիրները ծագում են հենց դեռահաս շրջանում եւ ակնցուց հետո որ այդ խնդիրների 70%-ը սկսվում են դեռահասների շրջանում եւ այստեղ եթե ֆիզիկական ակտիվության պակասը նաեւ կարեւոր խնդիր է որի մասին չեմ կարող չխոսալ դա արդեն գնացող չարաշահումն է մեդիայով որը դուք մենք եւ շատ ծնողներ այսօր մեզ հետ համադրվեն որ դա դարել է շատ դեպքերում չարիք ընտանիքների չարիք եւ ես էլ շփվելով երեխաների հիվանդ ամենուր դա տեսնում եմ նույնիսկ նորածին երեխաները որ 1, 2 կամ 3 ամսական են ամենաշատը սմարթֆոններով արդեն ինչ որ խաղեր են խաղում ես զարմացա բայց ծնողը թույլ էր տալիս ինքն էլ չեմ կասեմ դժբախտաբար թե բարեբախտաբար իմ 4 տարեկան աղջիկը իմ հեռախոսից ավելի լավ է գլուխանում քան թե ես եւ էլ ասած մեծ տղաներից մասը եւ այնուհետ մեկ է շատ բռնության խնդիրն է որ մեզ մոտ տղաների շրջանում շատ է տարածված բռնությունը
Համատած այլ երկրների, նրանք արդեն դպրոցահասակ տարեկից սովորում են, որ նրանք բառուցքներով պետք է լուծեն իրենց հարցերը, եւ այդ սովորույթը ցավոք սրտի տանում են եւս մեծահասակ տարիք։ Դա առաջին հայացքից կարծես թե առողջապահական խնդիր չէ, ավելի շատ սոցիալական։ Դա առանձին վերլուծություն է պահանջում, դա ծագումով հոգեբանական եւ սոցիալական երևույթ է, բայց դրա արդյունքները լինի եւս սոցիալական են, բայց նաեւ առողջապահական են, որտեղ անդրադառնում են ուղղակիորեն հոգեկան առողջության հետ։ Քանի դեռ դուք այստեղ եք, չեմ կարող չհարցնել վճարովի եւ անվճար սպասարկման ծառայությունների մասին, որովհետեւ շատ վայրերում, որտեղ հենց մանկական կլինիկաներում պատերին փակցված է, որ մեզ մոտ բուժ սպասարկումը անվճար է, բայց այնուամենայնիվ, եթե երեխան ասենք 1-2 օր առաջ դարձել է 8 տարեկան եւ այլևս 7 տարեկան չէ, պետք է վճարի եւ կան արդյոք ծառայություններ, որ այնուամենայնիվ 7 տարեկանից բարձրերի դեպքում մնում են անվճարի մեջ։ Անհետաձգելի եւ սոցիալական խավերի համար, դա միանգամից նշենք, սոցիալական այդ խավերի խմբի համար այո, բայց ինչեւ մենք այստեղ խնդիր ունենք, որ իհարկե պոլիկլինիկական ծառայությունը անվճար է, բայց ինչեւ այսպես ասենք, եթե խոսքը գնա հաջորդ փուլի մասին, որ գնա հաջորդ փուլի խորհրդակցություններ, այստեղ եւս կա, որ ծառայությունները մի քիչ փոքր-ինչ ավելի տարիքով մեծ երեխաների, 7-ից բարձր երեխաների համար, այստեղ եւս առնվազն որոշակի ավելացումներ եթե լինեն եւ ստեղծվի հասցեագրված հնարավորություններ ստեղծել ծառայություններ, որոնք կպատասխանեն այդ խնդիրներին, կարծում եմ այստեղ եւս կլինի պացիենտների այնպիսի հոսքի ավելացում, չեմ ուզենա որ այդ քանը լինի, բայց ոնց որ վաղ տարիքում մենք գիտենք, որ հիվանդանոցային ծառայությունը երբ որ դարավ լիովին անվճար, դա բերեց այդ հոսքի ավելացումների իր բոլոր մեծ մասամբ դրական, բայց նաև բացասական հետևանքների։ Դուք նշեցիք նաև քրոնիկ հիվանդությունների մասին, այստեղ երիտասարդ ծնող է հարցնում է, թե դիսպանսեր հսկողության ծառայություններից կարող են օգտվել միայն Հայաստանում բնակվող հայ երեխաները, թե եթե մենք Վրաստանում ենք ապրում, հավանաբար հենց Վրաստանում բնակվող հայերի ընտանիք է, կարող ենք նույնպես օգտվել այդ ծառայություններից։ Որոշ ծրագրերով, օրինակի համար իշնորհիվ այն աջակցության, որը մեզ տրամադրում է մասնապես Արաքել բժշկական համալիրին տրամադրում է Ղարագյուզյան հիմնադրամը, օրինակի համար եւս այդտեղ, որտեղ ես որպես բժիշկ եւս մասնակցում եմ, աշխատում եմ, դա բարբերական հիվանդության դիսպանսերն է, որոշ հիվանդություններով այո, մենք կարողանում ենք օգնել, որոշ առումներով ոչ։ Բայց այստեղ եւս դա լուրջ խնդիր է եւ մենք բարբերական հիվանդությունում կարող ենք սպասարկել, բայց մի շարք հիվանդությունների դեպքում, օրինակի համար մի հիվանդություն ասեմ ասթման, այնտեղ մենք դեղամիջոցներ ցավոք սրտի դեպքերի մեծ մասում կամ չեն կարող տրամադրել, բայց ինչն է խնդիրը, մենք չենք տրամադրում դեղամիջոց, երեխան բարդանում է, նա ավելի շատ գալիս է հիվանդանոց, ավելի շատ է օգտվում հիվանդանոցային ծառայություններից, եթե մենք վերլուծենք եւ ստեղծենք ինչ-որ կայուն մեխանիզմներ, կարծում եմ այդտեղ եւս լրացուցիչ ներդրված մի միավոր գումար է, ինչ որ եւս կարող է բերել շատ ավելի մեծ արդյունքների։ Բժիշկ, իմ վերջին հարցը այն տեսակետի մասին է, որ շատ տարածված է ամբողջ աշխարհում, որ մանկաբուժության մեջ շատ կարևոր է, որ հումորը այն տեսակետը, որ հումորը առողջարար է, հա, երեխաների համար։ Վերջերս ձեր բժշկական կենտրոնում էր Պատշադամսը շատ հայտնի ծաղրածու բժիշկը, դուք ինչ տեսակ ձեր աչքերով, իհարկե կարծում եմ նաև արտասահմանյան կլինիկաներում հանդիպել եք նմանօրինակ բժիշկների, գուցե եւ այդ խմբից, բայց այստեղ ինչ ռեակցիա տվեցին մեր երեխաները եւ դուք որպես մանկաբույժ ձեր գոլեգաներին, երիտասարդ գոլեգաներին ինչ խորհուրդ եք տալիս այս մասով։ Շատ դրական արձագանք տվեցին անշուշտ դա որպես այդ առանձին երևույթին, բայց եթե վերցնենք ավելի լայն առումով, հին ասացված կա լատինական, որ ասում է, որ խոսքը բուժում է, եւ մենք եթե վերլուծենք մեր խնդիրները բժշկության ոլորտում, շատ դեպքերը գալիս են սխալ խոսքից, սխալ ասած խոսքից, նույնիսկ երեխաների կամ մեծահասակների, սխալ արտահայտություններից,
որտեղից ծագում են շատ դեպքերում միջև հաստատ Եվրոպայի դատական գործեր։ Համապատասխանաբար խոսքը բուժում է, երեխաների համար կասեմ ժպիտն է բուժում, երեխաներին բուժում է ձեր բժշկի պատշաճ վերաբերմունքը, երեխաներին բուժում է ծնողների պատշաճ վերաբերմունքը, որտեվ կյանքի բերումով գիտեմ, եթե ծնողները մի քիչ իրանք ընդհանրապես եւս են իրանք են հասկանալի է, որ հոգեբանական ճնշվածություն է առաջացնում, բայց որ դա չափազանցված է, դա անդրադառնում է երեխաների առողջության վրա։ Ինքս անձամբ բազմակի օրինակներ ունեմ այդ իմ պրակտիկայում։ Համապատասխանաբար կոչը կարող է լինել, որ երեխաներին մենք կարողանանք օգնել ինչքան հնարավոր է շատ եւ ինչքան է մենք հասկանում ենք այդ դժվար իրավիճակները, որոնք մեր փոքրիկներն են գտնվում, բայց մենք կարողանանք իրենց տրամադրությունը հնարավորին չափ եւս բարձրացնել մեր խոսքով, մեր մոտեցումով, մեր ժպիտով եւ հասնել նրան, որ նրանք եւ ֆիզիկապես եւ հոգեպես ավելի վաղ ապակինվեն։ Շատ շնորհակալ եմ բժիշկ, կրկին շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր, ցավոք այն բավական արագ ավարտվեց մեր ժամանակը, հուսամ եւս էլի առիթ կլինի եթերում հանդիպելու եւ մանրամասն անդրադառնալու, ասենք սնուցման թեմային կամ պատվաստումների թեմային։ Այսօր այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր մանկաբույժ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը, խոսում էինք երեխաների առողջության մասին եւ իհարկե շատ ճիշտ է, որ երեխաներին բուժում է հումորը, ժպիտը, բայց կարծում եմ, որ բժիշկն էլ շատ ճիշտ նշեց իհարկե, որ ծնողների տրամադրվածությունը, ծնողական սերը, նվիրումը իսկապես ամենամեծ գրավականներից մեկն է երեխաների առողջության պահպանման գործում եւ մենք իհարկե պետք է հիշենք, որ այն ներդրումները, որ մենք կատարում ենք երեխաների առողջության պահպանման համար, նրանց մանկության տարիքում, իհարկե պտուղներ են տալիս ավելի հասուն տարիքում, այնպես որ պետք է լինենք շատ շռայլ այդ տեսակետից եւ մեր հաղորդաշարը նույնպես սեպտեմբեր ամսին շռայլ է լինելու մանկաբուժությանը անդրադարձներով, կոնկրետ հենց վաղը մենք կխոսենք դեռահասային տարիքի առանձնահատկությունների մասին եւ առողջապահական եւ նաև հոգեբանա սոցիալական տեսակետից, այնպես որ մնացեք Արարատի հետ, մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, առողջ եղեք։